ինչ է կարծում հարաբերությունները արդյոք եկեղեցու եւ ՔՊ-ի իշխանության սրվեցին ձեր շարժման սրբազան շարժումի երբ սկսվեց այդ ժամանակվանից արդյոք այսպեսի կարծիք դուք մեկ թե չունեք եւ երկրորդ հարցը կանոնավայրում պահման պայմանների հետ կապված մենք դասում ենք որ այսպես քաղաքական փաստաբանները ասում են այն մարդիկ ովքեր քաղաքական հետապնդման են ենթարկվում բանտերում խոշտանգում են լույս են միացած թողնում խոնապայմաններ եւ այլն արդյոք ձեր եւ ձեր հետ խուցը կիսող մյուս սրբազանների նկատմամբ եղել են այսպես ճակերտավոր հատուկ վերաբերմունքը թե ոչ եւ երրորդ հարցը փաստաբաններին նույն կալանքը դատախազությունը բողոքարկել է վճռաբեկ դատախազություն առաջինը շատ մեծ թեմա է դա այո եւ ոչ միայն իրենք են եւ ոչ միայն հնչել է այդ գաղափարը որ սրբազան պայքարի պատճառով կամ իմ պատճառով լավ այսպես ասեմ ոչ միայն իրենց շրջանակից ավելի այսինքն նկատի ունեմ իշխանական այդ որոշ շրջանակներից ավելի քիչ քան թերևս որոշ մարդկանց կողմից ովքեր փորձում են ինքնապաշտպանվել իրենց ինքնությունը թաքցնել եւ նաեւ եկեղեցու ներսից բարձ ասեմ ձեզ ուրեմն 2020 թվականին COVID-ի շրջանին դեռ սրբազան պայքար չկար երբ Ալեն Սիմոնյանը եւ նրա նման հարակից երևույթները հայկական ժամանակ օրաթերթը համարում էին, որ վեհապար իրենց թիկունքից հարվածել է եւ դիմում էին ավազանի անունով 2020 թվական եմ ասում, դեռ չեմ գնում 18 20 թվականի փետրվար-մարտ ամիսներ երբ ընդամենը վեհապարը COVID-ի շրջանին դիմել էր իշխանություններին ասելով, որ երկրորդ նախագահի պայմանները կալանքից ազատեն, եթե չեմ սխալվում, որպեսզի առողջության հետ կապված խնդիրներ չլինեն տարիքի եւ այլն բերումով։ Պարզ մի ուղղակի հարցի պատասխան էր տվել։ Եթե չեմ սխալվում, News-ը էր կամ Arm-News-ը հիմա չեմ հիշում։ Այդ ժամանակ սրբազան պայքար չկար, որ դարձյալ մեծ ոհմակով հարձակվեցին եւ այն ժամանակ են հենց առաջին անգամ վեհապար Հայրապետին դիմել ավազանի անունով, մոռանալով, որ իր անձնագրային անունը ուղղակի Գարեգին երկրորդ արձանագրումն ունի։ Կար այդ ժամանակ սրբազան պայքար, չկար։ Երկրորդ դրվագը 2023 թվականից 24-ի անցմանը նոր տարվա գիշերը, եթե կհիշեք, ավանդական հայրապետական խոսքը մերժեցին։ Չեղավ դա, հանեցին եթերից։ Կար այդ ժամանակ սրբազան պայքար։ Չկար, չէ։ Հետևաբար պատճառները չափազանցված են վերագրելու մեզ, ոչ միայն չափազանցված են, այլև պատճառականացված են դրա թիկունքին թաքնվելու։ Այն ինչ որ մենք արել ենք, ես բացարձակ չեմ զղջում դրա համար։ Բացարձակ, զղջում եմ միայն որ քաղաքական լուծումը չստացավ։ Բայց դա էլ չի ուշանա։ Միայն դրա համար եմ զղջում։ Իսկ մնացածը բացարձակ կապ չունի մեզ հետ, կապ ունի մեր ինքնության հետ, մեր բովանդակափոխության հետ, որ փորձում են մտցնել, եւ այն ամբողջ արավիրքի հետ, որ կոչվում է հայրենիքի հանձնում, հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվող անձինք եւ անմխիթար ընտանիքներ, եւ այսպես շարունակ։ Բաքվի բանտերում տառապող ընկերներ, եղբայրներ, եւ այսպես շարունակ։ Սրա մասին է եղել սրբազան պայքարը, եթե սրա դեմ որևէ մեկը ասելիք ունի, խնդրեմ։ Եթե դա էլ պիտի պատճառ լիներ մեզ հալածելու համար, փառք Աստծո ուրեմն։